Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Կա հստակ պայմանավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ այդ ընթացքում այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, իրենք դուրս կգան այդ տարածքից։ Ուրեմն այդ հարցի պատասխանը մեր սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի այսպես ոչ թե տիրույթում է, այլ տրամաբանության մեջ է, որովհետեւ այն տեղերում, որտեղ որ Հայաստանն է առաջ, Հայաստանն է դուրս գալու, այն տեղերում, որտեղ որ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանն է դուրս գալու եւ այդ տրամաբանությունը արդեն իսկ դրված, ստորագրված եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատված է։ Գնալ ասել օրինակ, հա, ջերմուկի տեղում դուք եք առաջ, ոստեղ մենք ենք առաջ, դուրս եք գալիս, դուրս եք, այդ տրամաբանություն չի արվում։ Կա ֆիքսված բանից, Իրանի սահմանից մինչև Վրաստան ֆիքսված գիծ եւ համաձայնություն, որ սա հենց հերթով գալիս ենք, գալու ենք հասնենք նաեւ անկլավների հարցն ենք քննարկելու, մեր անկլավի հարցն ենք քննարկելու, իրանց հարցն ենք քննարկելու, բայց դա կրկնում եմ, մեր համար ընդունելի է, մեր համար հասկանալի է, մենք կառավարում ենք այդ ռիսկերը եւ տեսնում ենք, թե ոնց է դա գնալու, որը որ դրական բան է ներշնչում։ Մենք համաձայնում ենք Չլսեցի։ Ադրբեջանն է ասում, որ հակվեց, մենք համաձայնում ենք այն հատվածներից սահմանազատումը, որ Ադրբեջանն է առաջարկում։ Միշտ Ադրբեջանը առաջ։ Այդպես Դե գիտես, դե նախ դա քննարկումների տրամաբանության մեջ է։ Մենք մեզ ձեռնտվությունից մենք ֆիքսել ենք, որ միջև Սյունիք այդ գիծը գալիս է։ Այսինքն դուք ասում եք այն տրամաբանության մեջ, որ կարողա ջերմուկում առաջ չեն եկել, իսկ ավելի վերև տեղ չկա, որ առաջ չեն եկել, են ամեն տեղ էլ կա։ Չէ, դե 10 տարի հետո չենք մոտենա, նախ ժամկետները շատ սխալ եք ասում, դες բան չկա, երկրորդը կարևորը ֆիքսել ենք երկու կարևոր բան, որը ֆիքսել ենք նաև խաղաղության պայմանագրի մեջ, որը որ կարևոր է, դա Ալմատայի հռչակագիրն է, որոնցով որ երկրները անկախանում են, իրենց անկախացել են իրենց վարչատարածքային բաժանման բանով, հա, տրամաբանությամբ, ինչպես նաև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի այդ փաստաթղթի մեջ ֆիքսել ենք այդ խոսակցության մեջ, որ սահմանը Վրաստանից մինչև Իրան ընկած հատվածն է, թե այդ սահմանը սենց է, այդ արդեն միգուցե ժամանակի ընթացքում կգանք այդ նույն Ալմատայի վրա հղում կատարելով, կետարկետ կվերհանենք սահմանը եւ կֆիքսենք վերհանելուց հետո, բայց սահմանը ակետից Վրաստանից Իրան ֆիքսված է, դա կարևոր։ Հիմա դուք ասում եք մեզ ձեռատալիս Սյունիքից այն մտավախությունից ելնելով, որ կարող է իրանք ուզենան Սյունիքը պայմանական ինչ-որ ձևով ճնշման ենթարկել, հա, սենց ասեմ, հա, բայց ֆիքսել ենք, չէ, որ այդտեղ ընդեղից ընդեղ իջնում է սահմանը։ Այսինքն այդ յուրաքանչյուր ճնշում կարա 1 կիլոմետր վերև լինի, 100 կիլոմետր վերև լինի։ Կարևորը մենք ֆիքսել ենք այդ, ու ֆիքսել ենք, որ դա բոլոր տեղերը, մենք խենք այդ Ալմատայի դեկլարացիայի մասին խոսում, որտեղ դա ֆիքսում է սահմանի վերհանման տրամաբանությունը։ Պարոն Սիմոնյան, ընդդիմադիր նախաձեռնության ձգձգում ինչու՞ը պայմանավորված։ Ինչ նախաձեռնության։ Եվրոպայի Տեխնիկական ոչ մի քաղաքական, չէ, ոչ մի քաղաքական բան չկա, ոչ մի, ես գիտեմ դրա մասին էլ են հարցեր, չէ, անկեղծ ոչ, ցենց ասեմ, չեմ լավ այդ բառը չեմ ասի, ոչ մի տենց բան չկա ձեր մտածած բան, արդեն առաջին ընթերցման ընդունվել է, արդեն նույնիսկ ընկալումը աշխարհում նենց է, որ արդեն ընդունել ենք, մենք ենք գնում ասում ենք, չէ, ելը մի րոպե սպասեք, երկրորդ ընթերցում ունենք։ Դա ընդունված բան է, տեխնիկական բան է։ Ընդդիմությունն ասում է, որ այս փաստաթղթով Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջում, այսինքն փոխզիջման մասին խոսք չկա, ավելին այս փաստաթուղթը երկրորդ կապիտուլյացիա, ինչպես կարող եք արձագանքել։ Դե երկկողմանի փաստաթուղթը ոնց կարա երկկողմ կապիտուլյացիա լինի։ Այսինքն եթե մենք երկկողմ բոլորից երկուսիս համար հավասար բան ենք պայմանավորվում։ Դու չես պայմանական, դու չես ձեռ տալիս այս միկրոֆոնին, ես ձեռ չեմ տալիս այս միկրոֆոնին։ Հիմա դրա կապիտուլյացիան ո՞րն է։ Իրանց պայմանն է, որ այս միկրոֆոնին ձեռ չտա, չէ, մեր պայմանն է, որ այս միկրոֆոնին, այս սահմանին ձեռ չէ։ Հիմա պայմանական գրված է, որ Հայաստանը այս գծից այս կողմ Հայաստանը, այս գծից այն կողմ Ադրբեջան։ Ի՞նչն է դրա կապիտուլյացիան։ Հայցերը հետ կանչելու են միջազգային։ Բա ինչ պետք է անեն։ Բա եթե կրկնում եմ, քանի անգամ կարելի է այդ նույն բանի մասին խոսել, բոլոր պայմանական, այտենց կետ չկա, որ գրած է իր հերթին պայմանական, չգիտեմ, հնարում եմ հիմա Հայաստանը միակողմանի, այտենց բան չկա։ Կողմերը պարտավորվում են, կողմերը պարտավորվում են, Հայաստանի Հանրապետության Բայց պարոն Սիմոնյան, նոյեմբերյանի հայտարարությունն էլ էր, չէ՞, այդպես երկկողմանի, բայց Ադրբեջանը Չէ, երկկողմանի չէր, Հայաստանի տարածքում Լաչինի միջանցք կար,
Չէ, գերիների մասով։ Հա, գերիների մասով կար, որ ադրբեջանական կողմը չի կատարել այդ պարտավորությունը եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրեթե այդ 9 կետից երևի մեծ մասը չէ, ամբողջությամբ չի կատարել այդ փաստաթղթը, այդ հայտարարությունը։ Այո, եւ դա ճիշտ կապ ունի Հայաստանի կողմից։ Մենք մեր պարտավորությունները ոնց կատարել ենք, մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Բայց այդ դուք ինձ հարցնում եք ասում անդիմությունը ասենց, ես ասում եմ, այն ինչ որ մենք պայմանավորվել ենք, այն ինչ որ համաձայնեցրել ենք, համաձայնեցրել ենք երկու կողմերը, հիմա պայմանական, որ ընդդիմության կարկառուն դեմքերը, բան պայծառ ուղեղները գնային ինչ որ բան պայմանավորվեին, իրանք ուրիշ ձև էին պայմանավորվել, նույն ձև էին պայմանավորվելու եւ նույն ձև էլի Ադրբեջանը կարար բանը կատարել։ Հարցը ձեր հնչում նրա մասին, արդյոք Հայաստանը միակողմանի բանազիջել, արդյոք այդ զիջում կամ ոչ զիջումը կամ ինչ որ բանը, որը որ եղել է պայմանավորված կապիտուլյացիա է եւ կարելի է համարել, որ միակողմանի, ասում տար չկա այնտեղ գրված, որ վերաբերվում է միայն Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերում Ադրբեջանի Հանրապետությանը։ Հարսանյան բանից ողջունություն խաղաղության պայմանագրերի մամուլի խոսնակը, բայց միևնույն ժամանակ հիշեցնում են 2020-22 թվականների 3 երակողմ հայտարարությունները։ Սա ենթադրում է, որ իրենք ամեն դեպքում ինչ-որ վերապահում ունեն այս համաձայնեցված կետերի շուրջ։ Ես չգիտեմ, երևի հիշել են, որ իրանք այնտեղ պետք է խաղապահ ունենային, որ պետք է Ղարաբաղի ժողովրդին պաշտպաներ, երևի հիշել են դա, երևի հիշել էին, որ պետք է Լաչինի միջանց կլներ, իրանք պետք է այնտեղ կանգնած լինեին։ 9-րդ կետի հետ մենք խնդիր չունենք, իրանց նախագահի հրամանագիրը կա, որով ինքը դիմում է Հայաստանի Հանրապետության, գրված է, որ ինքը պետք է դիմել Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանի Հանրապետությունը իրանց այդ ինֆորմացիան տրամադրի, որ իրանք կարողանան բանալ։ Մենք պատրաստ ենք հիմա էլ տրամադրենք այդ ինֆորմացիան, ինչ խնդիր կա։ Հայաստանի, տեսեք, վերջացնեմ էլի։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մի Միջանցքի մասին խոսույթ, դա Լաչինի Միջանցքն է, որը չկա այլևս, այսօր չկա։ Այդ իրանց պատասխանելու հարցն է։ Ընդհանրապես 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 թող պատասխանեն, ես 9-րդ հարցի պատասխանը Հայաստանը բազմիցս տվել է եւ հիմա էլ է պատրաստ տալ։ Ես չգիտեմ Ադրբեջանը արդյոք, չգիտեմ Ադրբեջանը քննարկել է, Ադրբեջանը ուզում է, որ տենց բան լինի։ Ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը չի ուզում եւ Ադրբեջանը մշտապես խոսում է, որ երրորդ կողմ չլինի եւ այս համաձայնագրով նաեւ երրորդ կողմ եք դուք մենակ եվրոդիտորներին հասկանում։ Երրորդ կողմը դա նույնպես երկկողմանի է, չի կարող որևիցե երրորդ կողմ լինի մեր սահմաններին։ Բայց ռուսները երրորդ կողմ չեն։ Դե բա ոնց ստացվեց։ Չէ, իրանք ասում առիթն է, բայց երրորդ կողմերից չի եվրոդիտոր պետք է չլինի։ Գրած է երրորդ երկրն է, վերջացավ, Ռուսաստանի երրորդ երկիր չի, բայց ոնց է ստացվում, որ Ադրբեջանը համաձայնեցնում է մեր այդ մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսում է, որ երրորդ կողմ պետք է չլինի, բայց դուք միևնույն ժամանակ եւ ռուսական կողմը միևնույն ժամանակ հղում է անում նոյեմբերի 9-ի վրա եւ փորձում է, չնայած նրան, որ չկա այդտեղ գրված Միջանցք բառ, փորձում է այդ միջանցքային տրամաբանությունը մեզ բան անել։ Հայաստանի Հանրապետությունը ասել ենք բազմիցս, հիմա էլ ենք ասում, որևիցե փաստաթղթում նման բան չի ստանձնել։ Հայաստանի Հանրապետության միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինքնիշխանության եւ իրավասության տակ։ Ուրիշ տարբերակ չի քննարկվում եւ չի քննարկվելու մեր համար, դա բազմիցս հայտարարել ենք, նույնիսկ Ալիևը սրան պատասխանել է, ասել է, որ ասում են միջանց, դուք եք դեռ ժղայնանում, ես դա նկատի չունեմ, կա դրա տեսակագրությունը կա, բայց դե անկախ հեռուստաընկերությունները դա չեն դնելու մի հատ լավ բան ասեն մեր մասին։ Ինչ կապ ունի ռուսական բազա, դա մենք մեր սահմանին կանգնած չեն, մենք մեր սահմանին կանգնած չեն, չէ։ Մենք հայ Թուրքիայի հետ ինչ կա գործ ունենք, մենք Թուրքիայի չենք պայմանագիր կնքել, հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը։ Թուրքիայի հետ ինչ կա։ Սիմոնյանը, ԱՄՆ-ի կողմից հայտարարություն էր գերիների ազատ արձակման վերաբերյալ, ինչ է կարծում, ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա։ Այդ հայտարարությունը անողին է պետք հարցնել, մենք անընդհատ դրանով զբաղվում ենք, անընդհատ դա առաջ ենք տանում եւ հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևի հստակ քայլեր եւ
դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար։ Հստակ քայլ ասելով ինչ նկատի ունի։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն, ոնց են մեր քերիներին, մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր, անկախ որ ժամանակ են գերեվարվել։ Դուք որտեղ եք պատկերացնում այս խաղաղության պայմանագրի ստորագրումը, որտեղ պետք է լինի, Ես կարծում եմ, որ ես նման պատկերացումներով ոչ կիսվելու իրավունք ունեմ, ոչ այդպես բաների մասին մտածելու։ Չկա տենց խոսակցություն։ Չեմ կարծում, որ այդ խոսակցության մենք որևիցե շատ քիչ տարբերակներ կան, որ ես օրինակ որպես անձ դեմ կլինեմ, որ այնտեղ եւ այդ այսպես ասած վկաների եւ միջնորդության դեպքում լինի, շատ քիչ տեղ կա, իմ համար կարևորը պայմանագիրը կնքվի եւ գործի։ Թույլ տվեք չասեմ կգուշակի կարծում։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քիչ խաղաղության պայմանագրի նման փաստաթղթով։ Չի որ ոնց կարա մեկը մի բան հայտարարի, երբ որ նույնիսկ տեքստին ճանաչ։ Չուզում հասկանամ, այդ ինչպես գործընկերս նշեց, ենթադրում եմ, որ դա նոր կապիտուլյացիա է։ ենթադրում են թող խաչակնքվեն, ասում եմ ենթադրվում են թող խաչակնքվեն։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Ես անկեղծ չեմ հասկանում։ Թող պայքարի իշխանության դեմ, թող պայքարի, չգիտեմ, խաղաղության դեմ, պայմանագիր կնքելու դեմ, թող պայքարի, չգիտեմ, իմ դեմ, ինչ որ մի բանի դեմ թող պայքարի, որը որ շոշափելի է կամ տեսել է, բայց ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Չէ, մի րոպե, հրապարակենք տեսնենք, այդ ուրիշ խոսակցություն է։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչ տենց։ Լավ, ոնց վերադառնանք երկուսի համար է, եթե մենք զիջում ենք, ինքը չի զիջում, ուզում եմ հասկանամ, այդ ինչ ենք մենք զիջում, որ երկկողմանի է, որ Ադրբեջանը չի համարում իր համար զիջում, մեր լուրջ ընդդիմադիր գործիչները համարում են, ցավում եմ, բայց գիտակցված թե չգիտակցված շատ վատ բան են անում Հայաստանի Հանրապետության անկախության համար ձեր նշած քաղաքական գործիչները։ Իրանք, ինչպես ասեց վարչապետը, մայակներ են, թե որտեղ մեր հակառակորդը պետք եւ պետքա հարվածի, մայակներ են, գիտակցված, չգիտակցված 5-րդ Շարասյան դերն են իրանց վրա վերցնում, Հայաստանի Հանրապետության շահին, անկախությանը հարվածողի դերն են, հաճախ լինում է չգիտակցված, անկեղծ եմ ասում, մարդիկ կան, որոնք գիտեն, որ չգիտակցված են դա անում, բայց չի կարելի երկկողմանի պայմանագիր է, երբ բոլոր կետերը, բոլոր 17-ը երկկողմանի է, օրինակ բերեք, թող իրանք օրինակ բերեն, ասեն, որ երկկողմանի պայմանագրի մեջ, չէ, միակողմանի չի, ռուսական ուժը պայմանական նոր քննարկում ենք, որը որ նարատիվ է, ինչ որ ձևավորված, հենց նույն Լաչինի Միջանցկի, ասում Լաչին, Զանգեզուրի Միջանց, որ ինքը ասում է, այդ իր նարատիվը չի, այդ ցանկությունը հակառակ կողմը չունի, չի ունեցել, չի ստորագրել դրա տակ, ունեցել է, չէ, բա որ ֆիքսում ենք, այն պայմանական դուրս է գալիս, այն պայմանական նրա ճանապարհը չի փակվում, տենց ո՞նց է ալնում, ժողովուրդ պետքա մի բանից խոսալու առաջ գոնե տեքստը կարդաս, լուրջ չի դա։